Վերջերս ազգային ժողովում միջադեպ եղավ ու ԿՊ-կան դեպուտատների օգնականները լցվեցին դահլիճ, հարձակվեցին ընդդիմադիրների վրա։ Հետո պարզվեց, որ ԿՊ-կանների այդ օգնականներից մեկը, օրինակ, Երևանի Մալաթիա Սեբաստիայի նախկին թաղապետն է, որը հիմա Ռուբեն Ռուբինյանի խորհրդականն է, կոռուպցիոն մեղադրանքներով աշխատանքից ազատված։ Այն մյուսը մեկ այլ կոռուպցիոն գործով է հայտնի, այն մյուսը կրիմինալ վարքով, այսինքն իշխանության մեջ գործում են բանդաներ, գործում է կազմակերպված հանցավոր խմբեր, հանցագործություններին, օրինազանցություններին սովոր մարդիկ։ Ամեն օր մի ԿՊ-կան պաշտոնյայի, նրա մոտ հարազատի մասին մի դեպքի մասին լսում ես։ Մեկ Պապիկյանի խորհրդականի որդին է սպանությամբ միջադեպի մեջ հայտնվում, մեկ տեղ գյուղի ԿՊ-կան համայնքապետի ազգականն են ընկրակոծով միջադեպի մեջ հայտնվում, մեկ գյումրեցի ԿՊ-կան падգամավորի հարազատն է ձերբակալվում թմրանյութի կասկածանքով, մեկ թմրանյութի կասկածանքով նախարարության ԿՊ-կան աշխատակից, Նուբարաշենի թաղապետի օգնականը, Արագածոտնի մարզպետի խորհրդականը, մեկ ԿՊ-կան քաղաքապետի ընտանիքին պատկանող տարածքում են մարդ սպանում եւ այսպես շարունակ։ Նիկոլի կադրային քաղաքականությունը երբեք ու երբեք պայմանավորված չի եղել մասնագիտական որակներով։ Ամեն մեկին նշանակում է մի ծառայության համար, որը մատուցել է իրեն, իր թիմին։ Կարող է օգնել այսինչ տեղում զավթել աթոռը, այսինչ տեղում սարքել ընդդիմադիրների գլխին եւ այլն։ Ու հետո հերթով դեմքները բացում են։ Մի 50-ին հանում են գործից թմրանյութերի հիման վրա, մի քանիսին ծեծի թեմայով, մի 100-ին կոռուպցիայի համար, բայց հիմնականում բավարարվում են հանրության աչքից հեռացնելով, թողնելով անպատիժ, մեծամասնությունն էլ պահպանում է պաշտոնը։